պատերազմը ցանկության դեպքում եւ ինչպես կարող են կանխել, որ չլիներ այսպիսի ողբերգական հետևանքներ։ Առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ օրվա խորհրդին 5 տարի առաջ այսօր լուսաբացին Ադրբեջանի Հանրապետությունը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ, ունենալով մեկ նպատակ՝ տիրել Արցախին։ Եվ այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ընդունել են այդ հարվածը եւ իրենցից կախվածը արել են, որպեսզի կարողանանք կանգնեցնել Ադրբեջանի եւ ոչ միայն Ադրբեջանի, այլ ներգրաված բոլոր ուժերի այդ հարձակումը Արցախի նկատմամբ։ Ինչ վերաբերում է կարող էինք կանգնեցնել կամ խուսափել այդ պատերազմից, մենք տարիներ շարունակ տեղյակ եք, որ ձևավորված եղել Մինսկի խումբ, որը զբաղվում էր այդ հակամարտության կարգավորմամբ եւ տարիներ շարունակ լսում ենք վստահություններ, որ Արցախի հարցը ունի ռազմական լուծման տարբերակ։ Ցավոք սրտի, թե աշխարհում, թե ընդհանրապես փոխվել է իրավիճակը, իրադրությունը, տեսակետները եւ այսօր տեսնում ենք եւ ականատես ենք լինում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծում են ուժի տարբերակով։ Իսկ ինչ վերաբերում է կարող ենք խուսափել թե չէ, ինձ թվում է ես այդ հարցին այսպես չեմ կարող պատասխանել։ Պարոն Շահրամանյան, հիմա ասում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Դուք ինչպես եք գնահատում այս խաղաղությունը, արդյոք սա իրական խաղաղություն է։ Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որ ուղղված է խաղաղության։ Դա կլինի Ադրբեջանի հետ, մեր հարևանների հետ, այլ հարևանների հետ։ Սակայն մենք մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաներից, իր սրբություններից։ Ես բազմիցս դա նշել եմ։ Եվ այսօր աչք փակելով այդ հարցի վրա, ես կասեի, որ մեծ խնդիր են ստեղծում հնարավոր է հետագայի համար, թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում, արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի տեսքով։ Շատ են ձեզ մեղադրում ձեզ արցախցիներին, որ դե մնայիք կռվեիք, չգայիք, չտայիք։ Այս խոսույթին ո՞նց եք վերաբերվում։ Այդ խոսույթին ես լուրջ չեմ վերաբերվում, քանի որ նման արտահայտություն անող մարդիկ չեն կարող իրանց լուրջ ազնվորություններ համարեն։ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահները ստորագրել են մի փաստաթուղթ, որով դադարեցրել են ռազմական գործողությունները։ Եվ եթե հնարավոր էր շարունակել պայքարը, տրամաբանական է, որ դա պետք է շարունակվեր 2020 թվականին։ 2020 թվականից հետո մենք ունեցել ենք մի իրավիճակ եւ Ադրբեջանին փոխանցվել են շրջաններ Արցախի շուրջ, փոխանցվել են ռազմական մեծ նշանակություն ունեցող դիրքեր, Ստեփանակերտի վերևում Շուշիում տեղակայված էր Ադրբեջանի զորքերը եւ այս իրավիճակում խոսել, որ մնայիք պայքարեիք, սա ես լուրջ չեմ կարող համարել։ Իսկ 5 միլիարդի զենքը, որը թողնվել է Ալիևի։ Զենքի վերաբերյալ ես առիթ եմ ունել արձագանքել, այս բան նպատակահարմար չեմ գտնում։ Ժամանակը կգա, կխոսենք դրա մասին, տեղյակ եք, որ հարուցված է համապատասխան քրեական գործ եւ այդ շրջանակներում ես նաեւ հրավիրվել եմ որպես վկա
հարցաքննվելու եւ բոլոր պատասխաններս ես այնտեղ հնչեցրել եմ։ Պարոն նախագահ, դուք 44-օրյա պատերազմին չեք նախագահել, բայց այդուամենայնիվ ուժային կառույցի ղեկավար եք եղել։ Այդ տարիներին պատերազմի ընթացքում ներողություն կար, տպավորություն կարծիք, որ հանգուցալուծում այսպեսին պիտի լինի։ Ես պատերազմի ընթացքում ուժային կառույցի ղեկավար չեմ եղել։ Ոչ, այսպիսի վերջնական տարբերակ մենք չէինք պատկերացնում, չէինք կանխատեսում եւ իմ կարծիքով մենք ձգտել ենք անենք ամեն ինչ, որպեսզի այսպիսի արդյունք չունենանք։